տեխնիկական պատճառներով եթերը մի քանի րոպեով ընդհատվեց, շարունակենք։ Ուրեմն նշեցի պարոն նախարար, որ հանրային հնչեղություն էր ստացել Ադրբեջանի նախագահի հայտարարությունը համապատասխան, ուստի շարունակելով սահմանային ընթացակարգերի թեման։ Արդյոք պատկերացում կա, թե ադրբեջանցիների անցման պայմանները ինչպիսին են լինելու, նրանք հայ սահմանապահների հետ առնչվելու են։ Դե մի քանի արդեն հատվածներ ես ընթերցեցի, մեջ բերեցի այս փաստաթղթից, որտեղ ասում է, որ որևէ ուրեմն սահմանային մաքսային որևէ այլ ինքնիշխան գործառույթ չի արտապատվիրակվելու ոչ միտեղ սահմանային եւ մաքսային մարմինների ներկայացուցիչները համապատասխան տեղերում մշտապես ներկայացություն են ապավելու, բոլոր տեղեր հասանելիություն են ունենալու եւ խոսեցինք front office, back office-ից, այսինքն կարծում եմ, որ հարցի պատասխանը հնչել է արդեն։ Լավ, մի փոքր ընդլայնենք թեման, բացի միայն թրիփի բաղադրիչից անդրադառնանք ընդհանուր գուցե տարածաշրջանային մյուս նախագծերի հետ դրա փոխկապակցվածությանը կամ ընդլայնմանը հնարավոր է։ Այս կոնտեքստում հարց ենք ստացել կամ մշակված նախագիծ, թե ինչպես է թրիփը կապվելու հյուսիս-հարավ ճանապարհին։ Եվ արդյոք ենթակառուցվածքներն ավելի գնալու են հատվելու, թե խանգարելու տրամաբանությամբ։ Վստահաբար ոչ խանգարելու տրամաբանությամբ, ուրեմն հյուսիս-հարավ մի կողմից եւ մյուս կողմից թրիփ ենթակառուցվածքներ, որոնք ըստ էության արևելք-արևմուտք եւ կամ արևմուտք-արևելք շարժ են ենթադրում, միասին կազմելու են խաչմերուկ, այսինքն այն խաղաղության խաչմերուկը, որի տեսլականը մենք ունենք եւ կիսվել ենք աշխարհի եւ հայաստանյան հանրության հետ։ Արդյոք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկումներում անդրադարձել եք թրիփին Թուրքիայի հնարավոր ներգրավմանը։ Եթե այո, ապա որն է պատկերացվող մասնակցության ձևաչափը։ Ուրեմն թրիփին Թուրքիայի ներգրավում չենք քննարկել ամերիկյան կողմի հետ եւ թրիփը ինչպես կար, այնպես էլ այս պահին կա, որպես Հայաստան, Միացյալ Նահանգներ, ուրեմն համատեղ բիզնես գործունեություն Միևնույն ժամանակ իհարկե լայն ավելի համատեքստում, ապա շրջափակման համատեքստում, եթե դիտարկենք, իհարկե ակնհայտ է, որ միայն Հայաստան-Ադրբեջան ապա շրջափակմամբ, սահմանի բացմամբ, երկաթուղու վերագործմամբ, ուրեմն այդ ենթադրյալ Ասիա-Եվրոպական միություն մեծ լոգիստիկ նոր անցումը չի ստեղծվի, չի ապահովի, Հայաստանի ամբողջ ապա շրջափակումն էլ ամբողջական չի լինի, գիտեք Թուրքիայի հետ խոսակցությունը վաղուց կա այս ուղղությամբ, բավականին կոնստրուկտիվ խոսակցություն, ես կարծում եմ մոտ ապագայում արդեն շոշափելի առաջընթաց եւ քայլեր կունենանք, բայց իհարկե բոլորիս ընկալումն այն է, որ ապրանք բեռները կամ ծառայությունները կամ մարդիկ Ասիայից կարող են գալ, ասենք, Ադրբեջան, այնուհետև Հայաստանի տարածք թրիփ ենթակառուցվածքներով, Նախիջևանից կրկին երասխով Հայաստան, եթե երկաթուղու մասին ենք խոսում, եւ եթե Գյումրի-Կարսը չվերագործարկվի, հաստատ այդ բեռները չեն կարող այդ ճանապարհով գնալ Թուրքիայի տարածքով Եվրոպա կամ հակառակ ուղղությունով։ Հետեւաբար տրամաբանական է, որ Թուրքիան այս ապաշրջափակման եւ տարածաշրջանի զարգացման մաս լինի, բայց ոչ կոնկրետ թրիփի մասով եւ ամերիկյան կողմի հետ դա չենք քննարկել։ Այսինքն թրիփի շարունակության հարցը էլի նույն տրամաբանությամբ է լինելու, բայց հնչեցնենք նաեւ արդյոք քննարկվել է թրիփին Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը եւ արդյոք ԱՄՆ-ն տեսնում է նման հնարավորություն։ Եվ կրկին ոչ չի քննարկվել, թրիփի շրջանակները մեծ հաշվով արդեն բավականին պարզ են, բայց նաև կրկին մեծ ապաշրջափակում բոլոր հարևաններին, անմիջական կամ մի փոքր հեռու գտնվող հարևաններին, տարածաշրջանի երկրներին ձեռնտու այդ մեծ շարժը չի կարող եւ մենք նպատակ չունենք որևէ կերպ դուրս թողել Ռուսաստանին։ Ակնհայտորեն Հայաստանի տարածքում Ռուսաստանը տարբեր ենթակառուցվածքներում ներկայություն ունի, նույն երկաթուղիներում եւ սա Ռուսաստանի համար եւս կրկին թրիփում ոչ, բայց թրիփի շարունակություն, թրիփին առնչվող ուրեմն այլ գործունեություն, կապ, համագործակցություն կարող է նաև ստեղծվել Ռուսաստանի Դաշնության համար։ Պարոն
Պարոն նախարար, նույն կոնտեքստում լրագրողը վկայակոչում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հարավկովկասյան երկաթուղիների կողմից կոնցեսիոն պարտավորությունների կատարման մասով։ Նա ընդգծել է, որ եթե ռուսական կողմը չկարողանա իրականացնել անհրաժեշտ ներդրումներն ու վերանորոգումները, ապա Հայաստանի կառավարությունը պատրաստ է ինքնուրույն իրականացնել այս գործառույթը, արդյոք ՌԴ-ից արձագանք կա։ Եթե այո, խնդրում են լրագրողը նշել, թե ինչ բնույթի։ Դե անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ սա արձագանք ենթադրող հայտարարություն է վարչապետի կողմից, կամ առաջարկ կա, կամ խնդրանք, կամ բան, ներկայացվել է Հայաստանի Հանրապետության քաղաքական ուրեմն եւ տնտեսական տեսլականը նույն ենթակառուցվածքների մասում եւ այժմ անհրաժեշտ է, որ այդ երասխի, Գյումրու, այդ բացակայող կտորները, կրկին եթե երկաթուղի մասին ենք խոսում, արագ վերականգնվեն, սա փոխանցվել է ռուսական կողմին, ընկերությանը եւ կարծում եմ, որ այդպես էլ պետքա լինի, կրկին եթե ոչ, այսինքն մենք արձագանքի չեմ կարծում, որ սպասում ենք կամ պատասխանի, դա պետք է իրականացվի, եթե ոչ, ապա ինչպես եւ ինքներդ մեջ բերեցիք, այդ ժամանակ այլ սցենարներ կարող են լինել։ Ինչպես տեսել ենք նախկինում տարբեր պայմանավորվածությունների կամ համաձայնությունների գալու դեպքում հանրային հարց է հնչում, թե արդյոք կան դրանց իրականացման երաշխիքներ, հիմա լրագրողներից հարց ունենք, արդյոք կան երաշխիքներ, որ այս պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն, իսկ դրանք չկյանքի կոչվելու պայմաններում, որոնք են մեխանիզմները։ Դե ես անկեղծ ասած չեմ հասկանում հավերժ այս երաշխիքներ, երաշխավորներ գտնելու, երաշխավորներին հղում անելու մոլուցքը, այսինքն դա գիտենք, որ բազմաթիվ պայմանագրերում հստակ երաշխավորող երկրներ են նշված եւ դա ամենևին չի փրկել այդ պայմանագրերին խախտվելուց ընդորում շատ կոպիտ։ Հետեւաբար մենք ուրիշ ճանապարհով ենք գնում, ոչ թե գտնում ենք երկրներ եւ նրանց անունները գրում ենք որպես երաշխավոր կամ երաշխիք, այլ փորձում ենք Եվ ոնց հասկանում եմ, սա նաև մեր մյուս գործընկերների մոտեցումն է եւ հարևանների, այլ փորձում ենք այնպիսի փոխշահավետ համագործակցության հարաբերությունների մեխանիզմ ստեղծել, այնպես գծել այս ամբողջ համակարգը, որ իր գործունեությունը լինի շահավետ բոլոր հնարավոր մասնակիցների համար, Հայաստանի համար, Ադրբեջանի համար, Միացյալ Նահանգների համար, եւ այս հենց այս փոխշահապետությունն է, որ պետք է ապահովի երկարակեցությունը, կենսունակությունը եւ նաեւ գիշեք ես այս նույն բանը ասել եմ նաեւ խաղաղության պայմանագրի նախաստորագրելուց հետո եւ այդ համատեքստում եւ նույն սկզբունքով ենք առաջնորդվում։